Ձեն ողջույն ձեզ, Փառք Հիսուսին, ինչ որ սրտում ես դրվել է, ուզում եմ կիսեմ ձեր հետ։ Ինչու է Տերը իր ժողովրդին, Իսրայելին ձգձգումով հանում Եգիպտոսի լծի տակից։ Ինչու է փորձությունով հանում, ձգելով ու երկարացնելով, որովհետև Տերը կարճ ժամանակում այդ ամենը աներ։ Որովհետև փորձության ժամանակ մարդու իրական դեմքը երևում է։ Համար առաջի կետ երևում է ժողովրդի անհավատ ու չար սիրտը, ոնց են բողոքում ու տրտնջում։ Երկրորդը, Տերը ցույց է տալի, որ զավակներ ունի, որոնք համբերությամբ հասնում են, որոնց բերանում ու սրտում տրտունջ չկա, հոգևոր աշխարհում նրանք չեն տրտնջում։ Եվ երրորդը, փարավոնին դաս տալու համար, որ դու չես կարող իմ ժողովրդին հավիտյան պահես քո լծի տակ, նրանք միշտ քո ստրուկը չեն լինելու, որ կա Տեր իշխում է երկնքում ու երկրի վրա, որ վերջին խոսքը Աստծունն է։ Եվ չորրորդը, մարդը ուզում է մեկ վայրկյան շուտ դուրս գա խնդրից, բայց Տերն ուզում է մի բան էլ ավել դնի մարդու մեջ։ Մարդը ուզում է մեկ վայրկյան շուտ դուրս գա խնդրից, բայց Տերը ուզում է ավելի ծուլ իր ժողովրդին, որ իր որդուն նման լինեն։ Երբ Տերը գործում է, մեկի համար դա փորձություն է, մեկի համար օրհնություն։